Ժուլիկներ են շատացել, ժուլիկներ։ Ժուլիկները, այո, նրանք կան մեր կյանքում։ Բանկին ինչի է ձեր տալի պարտատոմս թողարկել։ Հատուկ վերցրել ենք այնպիսի լիցենզիա, որ մենք հաճախորդի գումարին չենք կպնում։ Բոլորը լավ տուժել են ներդրում անելուց։ Հա նորմալ է, որ դու կարող կորուստը ունես, բայց հետո կարող է նաև շատ շահես։ Առնեմ հայկական ընկերության արժեթղթերը, մի կես տարուց կարողա չլինի։ Դրա անունը գիտեք ինչ այսպես կոչվում է շահութաբեր հայրենասիրություն։ Շատ ստաբիլ գնում է մեր պետական պարտատոմսերը։ Գովազդը պետք չի։ Ասում եմ լավ տոկոս ենք տալիս։ Ոլորտը ընդհանուր առմամբ զարգանում է։ Ինչն է ամենամեծ խոչընդոտը մեր շուկայում դա գրագիտությունն է։ Всё, մենակավանդ։ Բարև ձեզ, եթերում լուրջ կասն է, այսօր մենք խոսելու ենք փողերի ներդրումների մասին եւ մեր հյուրն է Fido Invest ներդրումային ընկերության տնօրեն Արոն Լևոնյանը։ Ողջույն, միանգամից ներողություն, որ Darth Vader-ի ձայնով եմ այսօր շփվելու, բայց կարամ ինչ-որ մութ ուժերի կողմից բարձրացվող հարցեր տամ։ Ոչինչ, ես իմ ֆալցետով կողքից բան կանեմ, կբալանսավորեմ։ Մենք այսօր դե խոսելու ենք ներդրումների մասին, կհասկանանք որտեղ արժի, որտեղ չարժի, ինչ հնարավորություններ կան ներդրումներ Հայաստանում հիմա, բայց մինչև դա անդրադառնանք փղիկին, որը նստած է սենյակում, հիմա Հայաստանում տիրում է տենց վախ, քաոս, ժուլիկներ են շատացել, ժուլիկներ, որ գրանցվում են, ինչ որ ստիպում են գրանցել, փողերը քաշում են հաշվից այդ Վարկին են ստանում, փոխանցում են ակնթարթ։ Հա, դրա համար շատ վախենալու է ընդհանրապես այդ ներդրումների բանը, ինչ բարձիկներ կան անվտանգային այդ ժուլիկներից պաշտպանվելու ու ոնց են հիմնականում ժուլիկները աշխատում։ Հա, խաբեբաները։ հնարավոր։ Բարև ձեզ, նախ շնորհակալ եմ հրավերի համար։ Ձայնի համար կարծում եմ շատ ճիշտ անտրված, որտեղ մենք խոսելու ենք փողերից, դա այնց լրացուցիչ լրջություն կհաղորդի մեր զրույցին, այո։ Իսկ ժուլիկները, այո, նրանք կան մեր կյանքում եւ նրանք միշտ լինելու են։ Առավել եւս, երբ խոսքը վերաբերում է ներդրումներին։ Երբ մենք խոսում ենք ներդրումներից, փողից, միշտ լինելու են մարդիկ, որոնք դրա կարիքը ունեն եւ պատրաստ են դրա համար ամեն ինչ անել։ Հիմա արդեն հաշվի առնելով եւ թվայնացումը բանկային համակարգի եւ այդ ամբողջ տրենդը, որ գնում ենք դեպի թվայնացման, բնականաբար ժուլիկները դառել են ավելի ինտելեկտուալ եւ ավելի փորձված եւ պաշտպանության միջոցները շատ հաճախ կախված են հենց մեզնից, որպես օգտագործողներ համակարգերի եւ որպես հաճախորդներ բանկերի։ Գիտեք, հիմնականում համակարգերը պաշտպանված են, բայց մարդկանց ժուլիկներից այսպես զերծ պահելու ամենամեծ կարևոր այսպես պարամետրը դա ինֆորմացված լինելն է եւ այդ ամենատարածված սխեմաներին ծանոթ լինելը եւ չհավատալ բոլորին։ Որոնք են այդ Տարածված տարածված սխեմաներից։ Օրինակ ինձ տաքսիստը չէ, բանկի աշխատողը պատմում է տաքսիստներին ոնց են այդ վարկերի գրանցում, լրիվ անհավատալի է, որտեղ ասում են կա двухфакторный аутентификация, եսիմիջ, էլեմենտար նստում է տաքսիստի կողքը, ասում է մի հատ հեռախոսդ կտաս, պետք է շտաբ զանգեմ, իմը չի բանում։ Այս մարդը տալիս է, բացում է, արդեն իմ համար անհասկանալի ոնց է բացում առանց այդ մարդու դեմքի, արագ վարկը ձևակերպում է, ստանում է ու այդ Վարորդի անունով։ Հա, այդ սա ընթացքում փորձում է զանգի։ Ոյ մարդ չի վերցնում, բան, փոխանցում է իր հաշվին, ասում է, չունգա, հեռախոսը վերադարձնում է։ Բայց հիմա որը բացում ես, ինչ-որ պարոլ պետք է հավաքես, ինչ-որ դեմքդ պետք է ճանաչի, ոնց է, կա ինչ-որ ավելի բան բարդ վերսիա։ Իրականում ամենամեծ սխալը ձեր ասած օրինակում, Նարեկ ջան, իրականում հեռախոսը ուրիշին տալն է։ Այ սկսվում է կինոն այդտեղից։ Հեռախոսը պետք չի ուրիշին տալ, որտեվ ինքը ստեղից ստանում է SMM, ինքը տեղից ստանում է մի հատ տեքստային մեսեջ, որտեղ կոդ է գրած, այդ կոդը մուտք է անում, եւ ինքը կարող է գրի լրիվ ուրիշ համար, կամ այդ նույն համարի վրա ինքը միանգամից վարկ ստանա, եւ դրանով արդեն խեղճ տաքսիստը պիտի աշխատի ավելի շատ, որ փակի այդ վարկերը։ Ընդ որում բանկին էլ մեղադրել չենք կարող այս դեպքում, որտեվ բանկը նախապես հայտնում է ոչ մեկի մի տվեք, մի հաղորդեք ձեր պարոլը եւ այլն։ Մի դեպք ես ձեզ պատմեմ նմանատիպ, ընդ որում շատ հետաքրքիր է, դա կատարվեց մեր հետ գործընկերային, այսպես մեր գործընկերի մոտ աշխատող աուդիտորի հետ։ Նա որոշում է իր ինչ-որ մեքենայի պահեստամաս վաճառի, իրան զանգում են ռուսական ակցենտով, զանգում է ինչ-որ մեկը, այսպես շատ կիրթ, ասում է ես ուզում եմ առնել, ուղղակի փողը փոխանցելու համար ես կուզենայի ձեզ մի հատ մի 100 դրամ փոխանցեմ, դուք ասեք, հնարավոր է արդյոք բան այդ գումարը ձեզ հասնում է թե չէ։ Իրականում այդ ընկերոջ անունով բացում են հաշիվ, բացում են այդ վճարային համակարգերից մեկում, բացում են հաշիվ,
համակարգը ոնց է ստուգում։ Ինքը 100 դրամ փոխանցում ես, ինքը քեզ մի հատ կոդ է ուղարկում։ Ահա։ Այդ կոդը ուղարկելուց կոդը ուղարկում, ասում ես կոդը մի հատ ինձ կասեք, այս տղեն ասում է հա իհարկե կասեմ։ Կոդը ասում է 100 դրամը ստանում է իր հաշվին, ասում է դե մյուս գումարը փոխանցեք։ Եվ գիտեք ինչն է հետաքրքիր, 1.400.000, որը ինքը կուտակել էր իր նշանդրեքի համար, մի անգամից հենց կտորներով բան անում։ Հաշվից հանում է, ինքը չի կարողանում դա ստոպ տա։ Ասում է տեսնում եմ աշկից դեմը հաշվիցս գնում է գումարները։ Եվ դրա այն հաջորդ փուլը հետևում են բանկերով, համակարգերով, զանգում եւ այլն, ինչ որ բարձվում այդ քարտից գնում է մեկ ուրիշ քարտի, հետո մի հատ ուրիշ քարտի, հետո այն ամենավերջի քարտը, որից հանում են բանի մեջ Դոմիկում ապրող Գյումրիում մի հատ ընտանիք է, որը գալիս ասում է ընդհանրապես խաբար չեմ, որ ես այտենց քարտ ունեմ եւ այլն, այդ ձևի այդ նշանդրեկը հետաձգվեց մի քիչ։ Եվ այսպես մեր երիտասարդության գինին հերիք չի դեռ կա, այլ շարունակում է զարգանալ։ Եվ կատարելագործվել Get-up Վերնաշեն Արենի այս գինիները սպասում են, որպեսզի զարդարեն ձեր սեղանը եւ պարգևեն լավ հուշեր ձեր բոլոր հյուրերին։ Ձեր կենացը։ Das Վերնաշեն թե Արենի։ Բիբի սալատը։ Ձեր շատ հաճելի էր, բայց ամոթն էլ լավ բան, կնիկ ջան գնացի։ Արի տաքսի կանչենք, Արկադիկ։ Դու չգիտես, որ ես խմում եմ ավելի լավ եմ նշում, քշում։ Մի անգամ կենտրոնից ծաղկաձոր աղբերը 12 րոպեում հասել։ Շատ հաճախ երբ մեր քեֆը լավ է, մեզ թվում է որ մենք Շումախերի սենսեին ենք, GTA-ի մեջի Ֆրանկլինը, Նիկոլաս Քեյջը ու գնաց за 60 սեկունդի մեջ։ Եղբայրս կամ քույրս, դա այդպես չէ։ Հարբած ղեկի նստելով վտանգում ես քո եւ ուրիշների կյանքը։ Խաղաղվիր, տաքսի պատվիրիր։ Vedi Alco, ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ։ Լավ, պատվիրեք ձեր տաքսին։ Բայց ես եմ ասում ոնց քշի։ Ահա։ Մի հատ էլ դեպք պատմեցիր, մինչև ռեկ սկսել, կուզենայի էս էլ հնչեցնենք, էլի, որովհետև ինձ թվում է այնտեղ նաև մարդկանց վախերն են բռնում։ Փորձում են այս դեպքեր դեմ տալ, որ մարդը խառնվի իրար, ասի, օքեյ, դե ինչ եմ անում, բան, նույնիսկ գալիս են բանկեր այդ դեպքի մասին, որ Հա, որ պատմեցիր մի քիչ առաջ։ 16+ թեմաների ենք անցնում։ Այո, կիսաբաց լուսամուտներն են։ Այժմ մենք խոսենք պորնոգրաֆիայի մասին։ Շատ բարի։ Իրականում այդ դեպքերը շատ են եղել, աշխատում էի ժամանակին եւ ներդրող էի վճարահաշվային համակարգերից մեկում, մի պահ ասեցին, որ ընկերության հաշվի համարը տալիս են զեղծարարներին, որոնք ավելի ճիշտ զեղծարարները տալիս են մի հատ ինչ-որ հաշվի համար եւ հաճախորդներին ուղղորդում են վճարել։ Ինչի համար, որտեվ հաճախորդը ստանում է մի հատ մեսիջ, ասում է դուք նայել եք պորնոգրաֆիական բնույթի սայթեր, գալիս է ՀՀ ոստիկանության, այսպես այդ գերբով զինանշանը շուտ գալիս է մեսիջ իրանց, ասում է որ դուք խախտել եք ՀՀ օրենսդրության XY հոդվածները եւ դուք պետքա հաշվի վրա Պետքա մոռանաք այդ տեսանյութը։ Որպեսզի մենք բոլորին չասենք, թե դուք մտել եք այդտեղ եւ այլն, եւ դուք համապատասխան պատիժը չկրեք, դուք գնացեք եւ վճարեք այս հաշվի համարին։ Եվ մարդիկ գալիս էին, ասում էին, մենք եկել ենք վճարենք, ասում ենք, ինչ եք ուզում վճարենք։ Այս հաշվի համարին ուզում ենք վճարենք, ասում ենք, հələ տվեք, նայում ենք, տեսնում ենք մեսիջ, ասում ենք, ստեղ ձեզ խաբել են։ Գնացեք հանգիստ նայեք ինչ ուզում եք։ Հանգիստ են։ Հետո այդ մարդիկ ասում են, բայց մեր կոմպից միշտ գալիս, ասում են, հələ ձեր կոմպը բերեք։ Ու շատ հետաքրքիր էր։ Մենք նստացրել ենք մեր IT դիրեկտորին, եւ նա հերթով գալիս էին մարդիկ, ջնջում էր այդ պորնոգրաֆիական սայթերը։ Կստացի այդ բոլոր հաճախորդները պարզվել է, որ դա կամ իրանց թորներն են, կամ իրանց երեխեքն են, իրանք չգիտեն այս ով է դրանով զբաղվել եւ ով է նայել։ Բայց արդյունքում ստացվեց այն ձևի, որ մարդը արդեն այնքան էր դա մասսայական դառել, որ մտնում էին, արդեն աշխատակից հարցում էր, դուք են պորնոգրաֆիայի համար տուգանված մարդիկ եք, ձեր հերթը էս կողմն է։ Իրանք տենց կոմպերը ձեռը կանգնում էին էս մի հերթում, իսկ մյուսները գնում էին ուրիշ հերթ։ Գիտեք, հետո այդ զեղծարություններից որ խոսում ենք, մի հատ էլ հետաքրքիր դեպք պատմեմ, որը որ ասենք նաև ընտանեկան հարաբերությունների հետ առնչվում։ Գիտեք,
ասենք մի անգամ դեպքեր եղել, բանկերից մեկում անունը չտամ, մտնում է մեկը ասում է, գիտեք, ես ձեր բանկում ունեմ վարկ, իմ մայրը ունի վարկ, բայց մենք երբեք ոչ գրանցվել ենք ձեր մոտ, ոչ նույնիսկ հաշիվ ենք ունեցել եւ այլն։ Ուսումնասիրում են, ու գիտեք ինչա հայտնաբերվում, հանում են այդ մարդու նկարը, որ ինքը նորմալ գրանցվել է, իր իսկ նկարով ինքը անցել է նույնականացում, պատշաճ։ Ուրսens գլուխն է sense բան։ Հա, գլուխն է շարժել, իր նկարն է, իր խաչն է, իր կներեք արտահայտությանս իր մայկեն է եւ այլն, շատ իր այսպես լրիվ բանով այդ նկարված, մարդն ասում է, ես եմ, այս էլ հո սարկած չի։ Սկսվում է հետաքննությունը, բարձում եւ վերջում ինչի են գալիս, որ այդ մարդը ամուսնացել է 1 տարի առաջ, պարզվել է, որ իր կինը խաղամոլ է, որի մասին ինքը նույնիսկ չի իմացել։ Դե երբեք որտեվ միշտ ամուսինն է խաղամոլ, երբ է կինը ելնում խաղամոլ։ Դե դա առանձին հարց է, կանայք ասած կա որոշակի վիճակագրություն, որ կանայք խաղում են ավելի շատ քան տղամարդիկ։ Չէ։ Բան պոզիտիվ։ Դա կարծում եմ վիճակագրություն կարող է լինի, դա փաստերով եթե նայեն, կանայք ավելի շատ են խաղում, ասում են։ Այո։ Բայց ինչն է հետարքիր։ Պարզվում է կինը խաղալուց ամուսնու անձնագրին դե ունի բան, վերցնում ամուսնու անձնագիրը, դրանով գրանցվում է, ամուսնուն առավոտյան ասում է մի հատ նկարվենք իրար հետ, սիրուն ամուսնուն անում է սելֆի, ուղարկում է, բացում է հաշիվ, բայց ամենա, ասում է, այս զավեշտը բանն էր, իր տղայի մոր սկեսուրի նկարել է, այսպես որ կադրերը նայում ես սկեսուրի այսպես խելոք նստում, լավ եմ դուրս գալիս այս կադրում, թե չէ։ Եվ ինքը սիրուն դրանով էր, կարծում եմ բավական լավ, որտեվ կեսուրի անունով էլի բավական մեծ վարկ էր ստացել, Արսիկը եւ դրանով բան էր արել, այդ նորից խաղացել էր, էլի այդ վարկը մնացել էր, մի խոսքով արագ ամուսինը փակեց վարկը, ընդունեց իր մեղքը եւ մնացածը թողնում ենք արդեն։ Լավ, հիմա որպեսզի չընկնենք այդ ամեն ինչի ձեռքը եւ ստիպված ինչ որ վարկեր բանենք, պետք է մեր ունեցած ֆինանսները ճիշտ ներդրում անենք, շատացնենք եւ իմ միջի փոքրիկ բարի white-ը հետաքրքրվում է, որոնք են այդ գործիքները, որով կարող ենք դա անել, որովհետեւ թվում է թե այտենց ինչ որ Ամերիկայում է ընդունված որ պետք է ինչ որ բաժներ տոմսեր առնես, չգիտեմ, Հա, արժե թղթեր S&P բան sense։ Հայաստանում պիկը, ներդրումների պիկը դա ավանդն է։ Մի քիչ փող ունես, օքեյ, մի տարով, կես տարով ավանդ դնեմ։ Որն է իրականում ավելի մեծ հնարավորությունների դաշտը։ Ինչը մեզ բերում է սուպերը հավելվածին, որը դուք ստեղծել եք ու ինչ որ նոր գործիքներ է տալիս։ Այդ դրանց մասին։ Նույնիսկ սուպերային անցնելը։ Գիտեք, ավելի շատ այդ երբ որ խոսում ենք խնայողություններից, իրականում մենք այդպես ինչ որ շատ բարդ բաների մասին չենք խոսում, թեև միշտ դրա հետ կա տենց առեղծվածային մոտեցում, որ դա ինչ որ բարդ է, ոչ ոք դրանից չի հասկանում եւ այլն։ Իրականում ինքը շատ պրիմիտիվ է։ Մարդիկ ունեն խնայողություններ, այդ խնայողությունը մեկ ուրիշը ունի դրանց կարիքը։ Զարգացած շուկաները ինչ են անում։ Հեշտ ստեղծում են մեխանիզմներ, որ այս խնայողությունները հոսեն այն ոլորտներ, որտեղ մարդիկ դրանց կարիքը ավելի ունեն։ Այսօր այդ ամեն ինչը արվում է խիստ միջնորդավորված եւ այդ խնայողություն ունեցողները սովորաբար իրանք չեն որոշում թե ուր գնա։ Ձեր ասածը Սերգեյ ջան շատ ճիշտ է այն առումով, որ այսօր ամենա տարածված գործիքը դա բանն է, դեպոզիտը, ժամկետային ավանդը։ Դու քո փողը վստահում ես բանկին, ինչ որ ֆիքսված տոկոսադրույքով ու ֆիքսած ժամանակահատվածի համար, ինքը քեզ տես ինչ որ ֆիքսած տոկոսադրույք, եւ այդ գումարը բանկը ինքն է որոշում ուր ներդնի։ Դու այդ որոշմանը չես մասնակցում։ Իսկ երբ որ դու ինքդ առնում ես արժեթուղթ, առնում ես բաժնետոմս մի ընկերությունում, առնում ես ինչ որ պարտատոմս մի ընկերությունում, դու ինքդ ես վստահում այդ ընկերության եւ տալիս ես ասում ես, այս ոլորտում դիր ես այդտեղից սպասում եմ ակնկալիքներ ունեմ, մտածում եմ այստեղից իմ որոշումն է, այս պարտք տալ ոչ թե բանկի որոշած հաճախորդին, այլ պարտք տալ այն մարդուն, ում ես կամ այն կազմակերպությունում ես նախընտրում եմ։ Այս առումով հիմա ժամանակակից, գիտեք, այդ դրան ասում են ուբերիֆիկացիա, երբ որ սկսում են այդ արդեն հաճախորդներ իրենք են որոշում։
Հիմա օրինակ booking-ով վերջի անգամ ասենք տուրիստական գործակալությանը դիմել եք հյուրանոց այսպես ռեզերվ անելու համար բուքան չեք անում, եք ասենք booking-ով եք անում, on-line բաները հեշտ են։ Հիմա նույնը նաև այդ բրոկերային ծառայություններն են, այդ ամեն ինչը գնացել է on-line-իզացիայի, թվայնացվել է եւ ամեն ինչը շատ հաճախ դու ինքդ ես որոշում, էլ դու չես գնում մասնագիտացված ինչ որ բրոկերի ինվեստիցիոն խորհրդի ուր կարելի է ներդնել եւ այլն, դու ինքդ ես վերցնում, կարդում ես վերլուծությունները ու գնում ես։ Ժամանակակից այդ կապիտալի շուկաները, որոնք լավ տեն զարգացած են, օգնում են, որ այն գումարները հեշտ տեղաբաշխվի, համ քո ձայնը լսելի լինի, համ տեղաբաշխվի այնտեղ, ուր դա հեշտ կգնա ու բանկերը չեն, արանքի այդ միջնորդները չեն որոշի։ Դրա համար շատ հետաքրքիր մի հատ տերմին կա, կոչվում է բան, այդ քվեարկել դոլարով։ Այսինքն հաճախորդը այդ մեր մոտ տենց կոռուպցիոն ռիսկեր է ենթադրում, բայց իրականում քվեարկել դոլարով հաճախորդը ինքն է որոշում ում մոտ ներդրում արեց կամ ում ապրանքը առավ, ինքը դրանով այդ մարդուն հաջողության է բանանում, Եթե վստահ ենք, որ Apple-ի հաջորդ iPhone-ը լինելու է ֆանտաստիկ ինչ որ լավը, առնում ենք Apple-ի բաժները։ Առնում ենք Apple-ի բաժնեմաս կամ առնում ենք հենց Apple-ի հեռախոս, դրանով մենք մեր փողը տալիս ենք Apple-ին, ասում ենք Apple դու ավելի հաջողություն ունեցի, քան այն մյուսը, որը որ ավելի վատ հեռախոս է արտադրում, օրինակ։ Հենց այդ մենք մեր փողը ծախսելով գնում ենք այն ուղղությամբ, ուր մենք գտնում ենք դա ճիշտ է։ Այս առումով Գիտեք, օրինակ հիմա ժամանակակից շատ հավելվածներ կան, օրինակ դրանցից ամենա այդպես հայտնիներից Ռոբին Հուդն է։ Ու իր այսպես սլոգանը բանն է՝ դեմոկրատացնել ֆինանսները։ Այսինքն ֆինանսական կապիտալի աշխարհում դու մեծ խաղացողները չեն մենակ հարց լուծում, այլ նաև այն ռիթեյլը, հանրածախը կարողանում է ներդրում անի։ Մենք հիմա ինչ ենք արել։ Մենք դեռ փորձել ենք այդ փակ կլուբը բացել։ Մենք փորձել ենք սուպերան ինչ արի, սուպերան փորձել ենք ժողովուրդ ավանդից բացի կա նաև այլ տարբերակ ներդրում անելու։ Եկեք իրար հետ փորձենք այդ դուռը բացել ենք մեր համար ինքը տենց բան ա եղել, այսպես ծանր որոշում է, մենք այս որոշման գիտեք ինչ ենք եկել ինչ այս ոլորտում։ Էլի մի հատ դեպք պատմում։ Ուրեմն բանկերից մեկում որոշել է արժեթուղթ առնել, պարտատոմս առնել։ Տնօրենին ճանաչում էի։ Տնօրենը հանձնարարեց իր առաջի տեղակալին, մենք իրար հետ իջանք, մոտեցանք աշխատողին, ուցի առնենք պարտատոմս։ Դուք չեք պատկերացնում քանի պայմանագիր ենք ստորագրել։ Գնացել ենք ինչ-որ ցած մութ սենյակներ, որտեղ այդտեղ հաճախորդները չեն գնում։ Իրանք այդտենց առանձնացված, այսպես բաժին են ու իրանք այդտեղ ցած մինիմալ գործարքները 200-300 միլիոնից վերև են սկսում։ Այդ ներքևները մեկը ինչ որ ուզում է առնի 5 միլիոն դրամի պարտատոմս եւ այլն, դա հետաքրքիր չի։ Ասենք այդ փոքր բաժինները, որոնք այդտենց ինվեստիցիոն բանկինգով են զբաղվում, մեծ բանկերի, իրանք բանկի եկամտի հիմնական մասը ապահովում են ու աշխատում են ինստիտուցիոնալ հաճախորդների հետ, մեծերի հետ։ Այն փոքրերը հետաքրքիր չեն։ Հիմա սուպերայի դերը ինչն է, սուպերան փորձել է, այսինքն բերել մի հատ բան, հավելված եւ մարդկանց հասանելի դարձնել, ասել ժողովուրդ մի գնացեք բանկ, մի տենց այդ 8 հատ պայմանագիր ստորագրեք եւ այլն։ Պատմությունս վերջացնեմ։ Ուրեմն գնացինք այդ ձևի, հասանք այդ բաժինը, բերեցին 1, 2, 3 ինչ որ պայմանագրեր, որոնք հաստային ու չես հասցնում դրանք կարդալ։ Բոլորը ստորագրում են, բայց ինչ որ մի բան չի գնում եւ այլն։ Մի խոսքով, տենց ես գնացել եմ հետ աշխատանքի, հետո պայմանագիր ուղարկեցին եւ այդ տառապալից աշխատանք, այդ process-ը որ անցանք, ասում եմ, բայց էս խի հեշտացրած չի։ Ինքը on-line հնարավոր չի է ստանալ։ Չէ, on-line ստանալ, ազատ ժամանակդ կարդա, օքեյները տուր ու ինչ ունես առնել։ Դու ես ինքս այդտեղ քեզ բանկի աշխատակիցը չպետք է խորհուրդ տա։ Տեսնում ես ինչ որ պարտատոմս էր, տեսնում ես, այսքան ժամանակում փողդ հետ կգա, այսքան տոկոս է քեզ տալիս, դա ինչ որ բարդ բան չի, էլի դրանից այդպես վախենալ պետք չի։ Ու արդյունքում, ասենք, որոշեցինք անել սուպերան եւ հիմա փորձում ենք այդ մեր, այսպես ասած, մեր այդ հարթած հեշտացրած ճանապարհը հասանելի դարձնել նաեւ շատ շատերին։ Պլյուս նաեւ դա հնարավորություն է մեր արտասահմանում գտնվող բաներին հնարավոր պոտենցիալ հաճախորդներին ներդրում անել, այդ թվում Սփյուռքին, այդ թվում նաև օտարերկրացիներին, որտեղ շատերին մեր շուկաները հետաքրքիր են։ Այդ ուզում եմ մի հատ հասկանանք։ Նախ մի հատ բան հիշեցի, իսկականից ինչքան բարդ էր որոշ բաներ առաջ, օրինակ դոլարային հաշիվ պետքա բացեի, տարիներ առաջ էր։ Ու մտածում եմ, դե պետք է գնամ դրանից առաջ այն որ նոր HSBC-ին մտել էր, որտեղ հիշում ես, ինձ պետքա գնաս թղթեր լրացնես բան, էդ էր էլի միակ այս բանկը միջազգային հետո ուրիշ տեղ էր պետք բացել, մտածի էլի պետքա անձնագիր բան վերցնեմ, զանգեցի ասի ինչ թղթեր վերցնեմ բան, ասեցին ընդամենը, ասենք այդ բանի վրա հավելվածի վրա բանկի սեղմում ես դոլարային հաշիվ բացել ու այդպես ուղղակի կես վայրկյան տևեց, ինքն իրեն բացվեց հաշիվը։
Հիմա մոտարպես դեպի այդտեղ է եկել, ընդհանրում եմ այդ արժեթղթերի ձեռքբերումը, ինչը շատ սյուր է։ Սերգեյ ջան, իրականում գիտեք ինչ է, ես որ տենց նկարագրեցի այդքան պայմանագրեր ստորագրելը, մեր մոտ դա տևում է 1-ից 3 րոպե իրականում, նայած ինտերնետը ոնց է աշխատում։ Հա, հեռախոսով։ Հեռախոսով, իրականում դու հեռախոսով անցնում ես on-line նույնականացում, միանգամից ստուգվում է քո տվյալները, այդ պասպորտների այդ շտեմարանում ստուգվում է, տեսնում են արդյոք կա դու պասպորտդ գոյություն ունի, ստեղծում է քո այդ դրան ասում են existence չէ, որ դու իսկապես կենթանի մարդ ես եւ բանաս, դա նկար չի, selfie-ing-ի։ հա, էլի selfie-ing եւ այլ։ Եվ այդ դա վարկյանների ընթացքում քեզ գալիս է պայմանագրը միանգամից, ընդհանրապես սուպերայ հաճախորդ դառնալու համար։ Ձեր համար բացվում է բանկային հաշիվ, հենց այդ ձեր ասած այդ դժվար process-ը միանգամից բացվում է բանկային հաշիվ, դրանից հետո բացվում է ձեր համար ներդրումային հաշիվ, եւ որով դուք հանգիստ միանգամից կարողանում եք ներդրում անել։ Ու գիտեք ինչ ենք մենք հատուկ արել։ Մեր նաև կենտրոնական բանկի կողմից վերահսկվող ընկերություն են, կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ներդրումային ընկերություն է, Video Invest-ը, եւ ինչ ենք մենք արել, մենք հատուկ վերցրել ենք այնպիսի լիցենզիա, որ մենք հաճախորդի գումարին չենք կպնում։ Հաճախորդը ինքը իր գումարը, իր քարտից, իր բանկային հաշիվն փոխանցում է բանկում բացված հաշվին։ Տվյալ դեպքում մենք աշխատում ենք Converse բանկի հետ, փոխանցում եք Converse բանկի ձեր հաշվին։ Հետո կարող եք ցանկացած պահի Converse բանկի հավելվածով մտնելով Converse բանկի ցանկացած մասնաճյուղ տեսնել ձեր գումարը ձեր հաշվին է թե չէ։ Այսինքն մենք միշտ չենք կպնում ձեր գումարին։ Մենք վերցնում ենք ձեր հանձնարարությունը ձեր համար բացել հաշիվ, բացվում է հաշիվ, դրանից հետո դուք տեսնում եք ինչ արժեթղթեր կան, ձեր հաշվից գնում է էլի Converse բանկում բացված ձեր ներդրումային հաշվին։ Այսինքն այս դեպքում եւ եւ Converse բանկն է կենտրոնական բանկի կողմից վերահսկում եւ մենք որպես միջնորդ, այսպես ընկերություն։ Եվ մենք այսպես մի հատ վիտրինա ենք, որով ձեզ ավելի մոտեցրել ենք, հեշտացրել ենք, ինչ շուկայում կա։ Բայց այդ դեպքում հարց են ավանդական պատկերացման բրոկերը ինքը նաև որոշակի պատմություն փորձ ունի շուկային հետևելու։ Մենք հիմա եթե որ գրանցվենք, չունենք այդ ու կարող մեկը այնքան սխալ է նորությունները ինտերպրետացնել, որ նա ասում է, այս Elon Musk-ը մալադեց, նացիստական ողջույնը որ արեց Տրամպի հետ որ բանեց, արի ես լիքը Տեսլայի ակցիաներ անեմ, այս տղեն հերո կգնա, առնում է ու դից ամեն օր ընկնում է այդ ակցիաները։ Այստեղ ոնց բանենք, որպեսզի մեր հայրենակիցները կարողանան ճիշտ դատողություն անել, որովհետեւ հերթի մի ամբողջ մասնագիտություն է հետևել շուկային, հասկանալ որ ոնց որ հիմա AI-ը տենց բարձրանալու վրա է, արի AI-ի վրա բանենք, էլի, բայց էլի ինչ որ ասում եմ, շատ մաքսիմալ մակերեսային է։ Չէ, բայց այդ շատ կարևոր հարց եք բարձրացնում, Նարեկ ջան։ Իրականում այդ հարցը շատերին հուզում է, որ մտածում են, բա որ մենք այս որոշումը ընդունենք, դա կարող է դարի որոշում է, մենք սխալ ենք արել եւ այլն։ Բայց այդ որոշումը իրականում մենք ինչ ենք արել, մենք այդ որոշումը չենք թողնում, որ ձեզ ինչ որ մեկը այլ խորհուրդ տա։ Դուք ինտերնետ եւ Google ունեք եւ դուք դրանով կարողանում եք, մենք իհարկե ունենք նման ծառայություններ, որ գալիս են մեր մոտ օրինակ հաճախորդներ, որոնց մենք ասում ենք այսպես, մենք բաժանել ենք հաճախորդներին երկու այսպես խմբերի, հա, մեր բաներն է, process-ներն է։ Մեկը կոչվում են ավանդական հաճախորդներ, ավանդական մոտեցմամբ, կստати շատ ես հիշում եմ կենտրոնական բանկում, երբ որ մենք լիցենզավորում ենք ասում, դա ընդհանուր ժպիտների էր արժանանում։ Ավանդական եւ ոչ ավանդական։ Եվ ոչ ավանդական կամ թվայնացման հավելվածի միջոցով սպասարկող հաճախորդներն են, իսկ այն հաճախորդները, որոնք ուզում են գալ խոսել, գալիս են մեր գրասենյակը, շփման կարիք ունեն։ Այդ միշտ դրանք տարբեր են։ Հիմա գիտեք ինչ, այդ նույն հյուրանոց ընտրելու օրինակը, որ անալոգ վերցնենք, էլի կարող է գնաս ընտրես մի հատ booking-ով հյուրանոց, պարզվի դա շատ վատ հյուրանոց է, ինչ որ մեկը մեզ բալեր կան, ինչ որ Նադեժդան Սիկտիվկարից եղել է գրել է, որ ուտելիքը լավը չէր, բան։ Հա, այդ առումով ինչ որ բաներ կա։ Մենք տեսեք, մենք այս պահին առաջարկում ենք հայկական շուկայի, հայկական կապիտալ շուկայում առկա պարտատոմսերը, եւ այդ առումով հիմա տեսեք, եթե դրա լրացուցիչ բանը կա խորհրդատվության կա, մենք պատրաստ ենք եւ տալիս ենք, բայց մեր ամբողջ այսպես փիլիսոփայությունը ոչ ավանդական եւ թվային եղանակող սպասարկել, որը որոշումը դուք ընդունեք։ Ձեր որոշման վրա չազդի ինչ որ մեկը։ Եթե մասնագիտական կարիք կա, պատրաստ ենք։ Գիտեք, այդ հիմա նոր տրենդ կա, որի ուղղության վրա մենք էլի աշխատում ենք, հենց
բաների այսպես ներդրումային ոլորտի հավելվածներ ինչ են առաջարկում AI են իրենք բաները AI են աշխատացնում դու ասում ես քո risk profile-ը օրինակ ասում ես ես սիրում եմ SSS ոլորտները ես կարծում եմ այս ոլորտները կզարգանա հետո ասում ես ես մտածում եմ այ ինձ այսքան եկամտաբերությունը լավ կլինի ու ռիսկայնության ինչ որ չափանիշներ ես դնում որպես հաճախորդ կոպիտ ասած քո ներդրումային ներդրողի պրոֆայլը նկարագրում ես ըստ դրա AI-ը որոշում ասում է քեզ պետքա այս արժեթղթերի խումբը առնել քեզ պետքա այս եկամտաբերությամբ այս ընկերության արժեթղթերը առնել մենք այդ ուղղությամբ աշխատում ենք հիմա անալոգներ ենք նայում բայց մի քանի այսպես այտենց ֆորումների ժամանակ հանդիպել եմ խոսել եմ եւ այլն մի շարք ընկերություններ այդ բանը արել են այսինքն դու դա էլ ես բանում տալիս AI-ին որ ինքը որոշի քո տեղը քո ներդրումային ախորժակը ու ինքը դա քո տեղը բան է անում որոշում է եւ դու տվյալ բանը այդ տվյալ փաթեթը առնում ես ներդրումների մեր խնդիրը գիտեք իրականում սուպերում շատ ավելի պրիմիտիվ է մենք ինչ ենք արել մենք վերցրել ենք ասում ենք ժողովուրդ այս հնարավորությունը կա ստեղ այսքան ներդրումներ են այս ձևի պարտատոմսեր կան որոնք բերում են այսքան եկամտաբերություն եւ ընդ որում նրանք չեն հարկվում այդ էլ հաշվի Էդ էլ է դեռ ավանդը հարկվում է որտեղ վերջում 10%-ով 10%-ով ինչքան էլ որ գոյանա այնտեղ 10%-ը հարկերի տեսքով գնում է չնա պետական ընդհանրապես չէր հարկվում հիմա արդեն կորպորատիվն էլ 1 տարով հետաձգեցին այդ որոշումը այսինքն եւս 1 տարի չի հարկվելու նաեւ կորպորատիվ պարտատոմսերի գեներացրած տոկոսը Եթե հետևում եք մեր հաղորդումներին լսած կլինեք Tech Startup սերիալի մասին Այդ մենք ենք գրել, նկարել ու հիմա հանձնում ենք ձեզ Այն կարող եք դիտել Wink Online կինոթատրոնում, այս բանին արդեն 4 թե 5 թե ավել սերիաներ նկարած են, կարող եք միանալ ողջ սեզոնը 8 սերիա դիտել այնտեղ։ Բաժանորդագրվեք Wink-ին հենց հիմա, որպեսզի դիտեք հենց հիմա։ Հենց մեզ։ Լավ, հիմա փորձենք ավելի մարդկային դեմք դնել այդ բոլոր արժեթղթերի վրա։ Ես այսօր էլ մտա ու ընդհանրապես փորձեցի հիշեմ, քանի հայկական կազմակերպություն IPO արեց, իր արժեթղթերը տեղադրեց ու ասենք սովորական մարդ է մտնում եմ տենում եմ հեծն է արժեթղթեր տեղադրել, L-ցանցը, Հայաստանի L-ցանցը, տելեկոմներից մեկը, թիմը կարծեմ, հետո Telcel-ը, տենց մեծ շռնդալիցությամբ արեց, տենց բոլորը գիտեն դրա մասին։ Հիմա ոնց կողմնորոշվեմ, որովհետև Հետ օրինակ չի ասոցացում եկամտի հետ ճիշտն ասած։ Շատ իզուր։ Շատ իզուր։ Սա մտածում ես, օքեյ, դե ոնց որ թե լավ տոկոսադրույք է, լավ տենց բանը, բայց հեծն է։ Կարող է ինչ որ կեսից չլինի կամ ինչ որ հայկական ընկերություն ինչ վտանգներ կան, որ օքեյ, առնեմ հայկական ընկերության արժեթղթերը, մի կես տարուց կարող է չլինի, կարող է վաճառվի ուրիշին կամ բան, այնտեղ կա հավանականություն ինչ որ բան նենց չգնա, ոնց որ ուզենանք։ Սերգեյ ջան, բանը ասում մենք շատ այնց մասնագիտական տերմիններ չօգտագործենք, շատ բան չանենք, բայց մի հատ կարևոր հանգամանք է կուզենայի դա ոնց որ ֆիքսենք, որտեվ շատերի մոտ այդ տարբերությունը, այդ որ IPO ասում ենք, դա բաժնեմասնակցության այսպես բանա, բաժնեմասնակցությանն է վերաբերում, այսինքն մենք մեր ընկերության փայերը վաճառում ենք։ Մենք հիմա խոսում ենք պարտատոմսերից։ Պարտատոմսերը դրանք են, որ ընկերությունը պարտ կա վերցնում։ Չի ասում ես քեզ փայ եմ տալիս, չի ասում ես շահույթ կունենամ, շահույթ չեմ ունենա։ Դե ես փորձում խելացի տպավորություն թողնել, խառը բառեր եմ օգտագործում, IPO, գիտեմ։ Դու բարձրացնում ես կարևորագույն խնդիր մեր բանի այդ կապիտալի շուկայի պարտատոմսի եւ բաժնետոմսի տարբերությունը, որը այդպես sense բազովի է, շատերի մոտ դա այսպես ինչ որ մութ թեմա է եւ շատ օրինակ շահութաբերությունը այնքանով կարևոր է տվյալ դեպքում հեծի, որ ինքը իր վերցրած պարտքի դիմաց տոկոսները եւ իր պարտքը հետ կտա, բայց ինքը շատ շահույթ կունենա, քիչ կունենա եւ այլն, այս պահին դա այդ երաշխավորված է, ինչ որ դու պայմանավորվում ես։ Ոչ թե երաշխավորված է, դա է պայմանագիր։ Օրինակ, պատկերացրեք, գնում ես մի հատ մեկին տալիս ես պարտ, կնքում ես փոխառության պայմանագիր, ասում ես ես քեզ կտամ այսքան գումար, ինձ 3 տարում հետ տուր այս գրաֆիկով ու ինձ կտաս այսքան տոկոս։ Իրար այդ թուղթը ստորագրում գնում եք, պարտատոմսը դա է։ Ուրիշ ոչ մի բան։ Պարտատոմսը դա է։ Երբ որ հեծը թողարկեց պարտատոմս, դա նշանակում է, որ ինքը X ժամանակահատվածում այդ գումարը հետ է տալու ու դրա դիմաց ինքը տալու է ձեզ տոկոսներ։ Կարծեմ 8 էր կոնկրետ վերջերս աչքովս ընկավ։ Նայած ինքը շուկայական տոկոսը անընդհատ փոխվում է դրանց ու դրանից շուկայական տոկոսից կախված փոխվում է նաև գինը։
դրանց։ Այսինքն այս բային վերցրեցինք ենթադրենք։ Բայց եթե ֆիքսած դուք վերցրեցիք $100, ինքը ինձ մյուս տարի վերադարձնում է $108։ Այո, եւ ընդ որում այդ $8 չի հարկվում, էլի։ Այդ $8 Հա, չի։ հիմա կոնկրետ ասենք առանձին պարտատոմսերի եկամտաբերությամբ չնայենք, ես ինքս կուրը չեմ հիշում դրա եկամտաբերությունը, բայց ինչն է այստեղ կարևոր, ինքը ինչ իր խոստացածը տալիս է, իր այստեղ գիտեք ռիսկը ունի, որ կարող է մարդը չկարողանա իր պարտավորությունները կատարել։ Բայց այս բանով որ նայում ենք վիճակագրությունը, պետական պարտատոմսերից սկսած, այսպես դեֆոլտներ դեռ չեն եղել։ Եվ այդ առումով, այսինքն չտալ եւ այլն չի։ Եվ այդ առումով, այսինքն հսկայական շուկաներ պետությունը ասել է չեմ կարողանում պարտքս հետ տալ։ Ինչ որ սառացրել է, ինչ որ բան Հայաստանում դա դեռ չի եղել։ Անկախությունից հետո։ Դա մի քանի օբյեկտիվ պատճառներ ունի, այնքան փոքր ենք դա հեշտ կառավարելի է, փոքր փողով կարելի է պարտքվերցնել այդ հարցը լուծել եւ այլն, բայց համենայն դեպս այդ առումով շուկայի կայունությունը կա։ Մեկ էլ բանկերն են թողարկում պարտատոմսեր, ես տոնց նկատել եմ, ամեն բանկը իր պարտատոմսերը բանկին ինչի է ձեռ տալի պարտատոմս թողարկել, թե կարա ավանդով ավելի շատ իր համար շահույթ գեներացնել։ Գիտեք, այդ շատ հետաքրքիր ու կարևոր էլի sense նյուանսի է կպնում։ Այնքան որ մենք նախապես պայմանավորել ենք, իրականում ոչ մի բառ չենք խոսել, էլի շատ հետաքրքիր է։ Այն ճիշտ բաներն է, կետերին է խփում։ Նայեք, բանկը եթե ինքը պարտատոմս է թողարկում, դրա դիմաց ինքը որոշակի այսպես ռեզերվներ եւ այլն պահելու բան չունի։ Բացի դրանից, պահանջներ, բացի դրանից բանկի համար ինքը ալտերնատիվ ֆինանսավորման միջոց է, որովհետեւ կարող է շատերը ավանդ չդնեն, բայց պարտատոմս ձեռք բերեն։ Բանկի տեսանկյունից ինքը նորմալ է։ Նորմալ գործընթաց է։ Կա եւս լրացուցիչ։ Բայց տեսեք բանի տեսանկյունից հաճախորդի իրականում ինքը պարտատոմս առնի թե ավանդ առնի, ինքը մոտավորապես նույն ռիսկն է կրում։ Եվ տեսեք ինչն է այստեղ խնդիրը, ինքը փողը տալիս է բանկին։ Էլի այստեղ միջնորդավորվում է, որ բանկն է վերցնում այդ փողը, բանկը ինքը որոշում է արդեն իր վարկային քաղաքականության շրջանակներում, որ ոլորտներում ներդնի։ Էլի այստեղ այն Ռոբին Հուդի որդեգրած դեմոկրատացման սկզբունքը կորավ, այսինքն իրական տնտեսություն ռիթեյլի մանրածախ ներդրողը չի բանանում, չի հասնում։ Տեսեք, երբ որ հեծն է թողարկում կամ թողարկում է ինչ որ տելեկոմը, դու փողը տալիս ես տելեկոմին, որտեվ դու ուզում ես տաս իրան, դու գտնում ես որ այ ես իրան պարտք կտամ, որտեվ սա աճող է, կամ այս մենեջմենտը ինձ դուր է գալիս, ես այս մենեջմենտին վստահում եմ, տալիս եմ։ Իսկ որ դու տալիս ես բանկին, դու քո որոշումը արդեն տվեցիր բանկին։ Մեր շուկայի ամենա այսպես տխուր էջերից եւ այսպես ամենաթույլ կետերից այնա, որ միջնորդներն են իրանց պարտատոմսերը թողարկում։ Իրական տնտեսության մասնակիցները չեն թողարկում։ Գիտեք, մենք նաև բան ունենք, օրենսդրական ամբողջ բազան կա, որպեսզի տեղական ինքնակառավարման մարմինները թողարկեն իրենց պարտատոմսերը։ Շենգավիթ վարչականը։ Այո, բայց չեն անում, գիտեք ինչի, կամ կազմակերպությունները, հետո որ իրանք պարտատոմս են թողարկում, դա վարկից ավելի էժան պետք է նստի իրանց վրա։ Բայց շատերը չեն ուզում գնան այդ գլխացավանքին, մի հատ աուդի տարած հաշվետվություններ ունենաս, մի հատ դրա այդ ազդագիրը գրանցվի եւ այլն, մի հատ թողարկողին գումար տաս, ոնց ինչ-որ տենց էլի տարբեր բառեր, հետո մի հատ մարքեթ մեյքեր ճարես քո համար եւ այլն։ Այդ բանը ոնց ասեմ, նաեւ գրագիտության պակասը բերում եմ, ասում եմ, այ ախպեր գնանք վարկ վերցնենք էլի։ Վարկ վերցնենք արագ, գիտես գրավը դնում ես, վարկը վերցնում ես։ Հարցել կա էլի։ Հա, հետո արդյոք հետո ես որ թողարկեմ, բայց արդյոք կվաճառվի թե չէ, բայց այդ մեծ հնարավորություն է։ Դու օրինակ ասում ես, ժողովուրդ, ես ինչի գնամ բանկից վերցնեմ, ես այդ գնամ ժողովրդից վերցնեմ, կարող է ինձ վստահում են։ Իմ արտադրած, չգիտեմ, գինին ավելի այդ մարդիկ ինձ կվստահեն, իմ արտադրած գինին են խմում, կարող է եւ ինձ փող տան, ես ավելի լավ արտադրեմ։ Արդյոք մեր վեդի ալկոյի գինին թեման էլի ոնց որ պայմանավորվել ենք, հա։ Բայց մի հատ sense global hearts տամ էլի, մենք մեծացել ենք մոտավորապես երևի նույն տարիքի ենք ընտանիքներում, որոնք բոլորը լավ տուժել են ներդրում անելուց, այդ սովետական այդ մեծ դեֆոլտի ընթացքում, երբ որ այդ բանկում դրած այսպես ասած փողերը մեծացան, ու մեզ ոչ ոք չի սովորացրել, որ այդ вообще լավ միտք կա։ Եթե ոչ հակառակը, ասել են շատ ընտանիքներում դու փողդ պինդ պահի կամ լավագույն դեպքում անշարժ գույքար, դա հաստատ է։
Հիմա այս մշակույթը ոնց որ տենց տեսնում ենք, որ անդադ ուրիշ երկրներում կա, պլյուս ունենք ինչ որ մարդկանց խավ, որ արդեն այս հային ոչ բնորոշ մի քիչ ավել փող ունի, քան ուզում է ծախսել։ Ենթադրենք Ցույց է տալիս, էլի, հա։ Ենթադրենք մեկը ստանում է ամիսը 1 միլիոն դրամ։ Այդ 1 միլիոնից որքան տոկոսն է խրախուսվում, խելամիտ համարվում այդ ներդրումային պորտֆելների մեջ բաժանելը։ Գիտեք ինչա, դե կա մինիմալ ինչ որ ծախսեր, այդ մինիմալ է սպառողական զամբյուղ, որ մարդը ամեն մեկը ինքը իր համար որոշում է, բայց նույնպես այն ցուցանիշ կա, որ այդ խնայողությունների մոտ, այսպես այն rule of thumb, որ ասում են, հա, չգրված օրենք, որ խնայողությունների մոտապես 30%-ը գնում է արժեթղթերի շուկա, այսինքն 30 արժեթղթերի շուկա։ Ոչ նոր բանտաժների մեջ։ Այո, Նոր այսինքն բանտաժը, աղջիկը կնստեն ավտոն։ Գիտեք, այնքան հետաքրքիր է, մենք որ տենց կորպորատիվ պրեզենտացիաներ ենք անում, երկրորդ, երրորդ սլայդը մեր մոտ գալիս է։ Դուք ունեք լրացուցիչ 1 միլիոն դրամ կամ լրացուցիչ 10 միլիոն դրամ։ Ինչ հնարավորություններ կա։ Ու հնարավորությունները մեր պատկերացմամբ մի քանիսն են, տենց շատ չեն։ Դնել կրիպտոյում, այնտեղ էական մեծ ինչ որ տենց տոկոսներ կան, բաներ եւ այլն, բայց դա շատ կարող է խիստ սուբյեկտիվ լինի իմ կարծիքով, ես դա կազինո եմ համարում, որ համարում եմ տենց կարող է բախտդ բերի, կարող է եւ չբերի։ Դնել անշարժ գույքի մեջ, առնել տուն, ստանալ եկամտահարկը, եկամտարկի հետ վերադարձ, ինչ որ այդ տան գինը մի օր կբարձրանա, տալ վարձով եւ այլն։ Ու գիտեք ինչ, այս մենք որ հանդիպում ենք հիմնականում այսպես IT ոլորտ, բժիշկներ եւ այլն, այսինքն այն մարդկանց մոտ ում ոնց որ դուք եք ասում Նարեկ ջան, ոչ բնորոշ ձևի մի քիչ խնայողությունները շատացել են, իրանք պատրաստ են դրանք միտեղ դնել, ներդնել։ Մյուսը բանն է, ասենք այդ անշարժ գույքն է, հետո ասենք շատերը առնում են գլոբալ մարքեթ ենք ասում, այսինքն դնել Tesla-ում, IBM-ում, չգիտեմ, տարբեր միջազգային, այսպես հնարավոր խաղացողներին տալ։ Իրականում հետո մյուս էլի ներդրում անելու հնարավորություններն են, ասենք բացում սովորական փոքր բիզնես։ Առնել հացի փուր, ասենք հետևել Մի հատ էլ հիշեցի Դուբայում ինչ որ մի բաներ դնել։ Հիմա ասես Դուբայ, այսինքն դեղ ներդրում։ Եկեք նայենք իրականության աչքերին, թրփոշացել ենք, էլի։ Եթե առաջ տենց կարող է շաբաթը մի հատ կոֆե 50 դրամով իմ ուսանողական ժամանակ կարող էր քեզ թույլ տալ, բան, հիմա տենց կոֆե հաուսների մոտ տենց հերթեր են, մարդիկ անդադ էդ են առնում, կրուասանա, բանը, այն ժամանակ որ եթե մի հատ խաչապուրի առնեիր մեր ուսանող ժամանակ, դա տենց ուրեմն լավ էր գործերը։ Հիմա տենց ընդհանուր զգացում է, որ կա հնարավորություն ինչ-որ խնայելու ու կողքից ներդնելու։ Իմ համեստ կարծիքով միշտ այդ խնայողությունները եղել են։ Ուղղակի, այսպես այն բարձի տակից այդ գումարը հանելու բանն է, էլի, վստահությունն է կարող է հիմա շատացել։ Հիմա տենց դոշակը ավելի հաճախ են, ավելի շատ են բացում, ասում են, եթե կարելի ավելի շատ փող աշխատել, ինչի՞ չաշխատենք։ Բայց դրա ամենատարածվածը բանկային ավանդն է։ Իմ էլի այսպես sense դիտարկումներով նայում ենք, մենք էլ ենք շուկան ուսումնասիրում ենք տարբեր այսպես էքսպերտային նաև գնահատականներով, այլ ցածր է տոկոսը, չէ, 3-4%-ի մասին ենք դրամով խոսում։ Գիտեք, նայած ինչ ժամկետի մասին ենք խոսում։ Եթե խոսում ենք մինչև մի տարի եւ խոսում ենք արտարժույթով, այո, այդքան է։ Բայց օրինակ տեղական, ասենք դրամով, տեղական արժույթով բավական բարձր են, այսինքն տարուց ավել եւ հաճախ այսպես ինքը համադրելի է պարտատոմսերի հետ։ Բայց պարտատոմսերի շուկայի այդ տարբերությունը ինչքան է, գիտեք, երկու կարևոր հանգամանք կա, որ մեկը չի հարկվում, արդեն 10%, եթե նույնը, մեկը բերի, չգիտեմ, 9%, մյուսն է 9%, սրա 9%-ի չի հարկվում 10, այո, 0.9-ը արդեն դու խնայել ես, այդ մեկ։ Երկրորդ կարևոր բանը, տեսեք, որ դու դրել ես ավանդ, այդ դրած ավանդը երբեք գինը իր չի ավելանալու։ Օրինակ որ տուն եք առել, տան գինը կարող է չէ բարձրանա, դրան դե ասում են կապիտալի հավելաճ։ Նաև չի ընկնելու, այդտեղ շատ ճիշտ եք։ Տեսեք պարտատոմսերի դեպքում, այո, եթե տոկոսադրույքը փոխվեց, ինքը կարող է ընկնի, բայց այդ դեպքում դու ձեռք չես տալիս, իրան պահում ես մինչև մարվելը։ Այդ դեպքում ձեր ասած այն 8% որ ստանալու եք, այդ 8%-ը մինչև վերջ կստանաք։ Այսինքն դուք ստեղ այն որ բան է, էլի, այդ քծվելու եւ ինչ որ բան կորցնելու այդ վտանգը չկա։ Եթե կարճաժամկետ մանավանդ թուղթ եք առել, պարտատոմս եք առել, հաստատ պահեք մինչև իր մարման օրը։ Իսկ իր այդ կապիտալի հավելաճը շատ հնարավոր է որ լինի, որտեվ տոկոսադրույքների բանից, այդ տատանումից քո ներդրած այդ քո առած պարտատոմսը, որը իրականում ակտիվ է, այդ ակտիվիտ գինը բարձրանում եւ իջնում է։ Եվ մենք ինչ հնարավորություն ենք տալիս նաեւ մեր հավելվածով։ Ձեր առած պորտֆելը ցանկացած պահին մեր պայմանավորվածությունները բանկերի հետ այնպես են, ցանկացած պահին դուք մենք պատրաստ ենք շուկայական գնով իրան առնելու հետ։ Հա։ Այսինքն դուք այդ լիկվիդայության ռիսկը չունեք։ Այսինքն բանտաժները, եթե հանկարծ լավ բանտաժներ են հանդիպում,
ասում ես տղեկ ծախեք իմ պարտատոմսը, ընդ որում էլի հավելվածով առանց բան գալու, առանց ծանոթ ճարելու, ինչ որ հավելվածով դիմում եք, ձեր հաշվին նստում է ձեր գումարը։ Տվյալ պահին գործող շուկայական գներով։ Okay, մի հատ ուրիշ անկյունից ասացիր, որ մի պահ ասացի, որ նաև դրսից կարելի է գնել պարտատոմսեր, հա, հայկական։ Ես ուզում եմ տենց Լոս Անջելեսի հայի աչքերով մոտենանք այս ամեն ինչին։ Ճիշտ եմ հասկանում, որ Լոս Անջելեսում նստած մարդը կարա քաշի սուպերան ու Հայաստանում անիներ դնում ու ոչ թե ուղղակի օգնություն, բարեգործություն, այլ համ շահույթ ստանա, ընդ որում ընդեղի բանկերի տոկոսադրույքներն ավանդների բավական ցածր են կարծեմ։ Բավական ահագին մրցակցային պայմաններով արժեթուղթ անի, օրինակ հեցի, համ փող աշխատի, համ էլ ինչ որ օգուտ տա Հայաստանին։ Ու ես փորձեմ պատկերացնել ինչ ձևեր կան այնտեղ։ Օրինակ ես կուզենայի, թե Լոսում նստած լինեի, չգիտեմ, այս հարավ-հյուսիս ճանապարհը արագ սարքվեր կամ ինչ որ համայնքների կամուրջներ կամ ինչ որ այդպես դպրոցներ, ես ինչ էր, որ ուղղությամբ ավելի win-win կլինի, որ այնտեղից առնի, ներդնի, որ ուղղություններով է ձեր տալիս Լոս Անջելեսից առնել պարտատոմսեր կամ այլ արժեթղթեր։ Սերգեյ ջան, գիտեք, մինչև է դրա օրինակ, մինչև դա ասելը մի հատ օրինակ բերեմ։ Գիտեք, այս Պաղեստինյան պատերազմը, որ սկսվեց, Իսրայելա-Պաղեստինյան, Իսրայելը թողարկեց հատուկ այդ բանը ես պահել եմ, այդ հղումը, Իսրայելը թողարկեց պարտատոմսեր ու անադրել էր պատերազմի պարտատոմսեր։ Եվ աշխարհի հրեաները կարող էին առնել այդ պարտատոմսերը ու իրենք իմանային, որ այդ պարտատոմսերը ուղղվում են բանակին։ Հասկանում եք, դրա մեջ կա նաև այդ հայրենասիրության էլեմենտ, շատ մեծ, Բորսայի ոչ մի կանոններին չի հակասում, հետաքրքիր է։ Ինչի՞։ Որովհետև երբ որ մեր հիմնադրամը ջեր կարա ասել, որ ես այս սրանով ինչ որ պաշտպանական գործողություն եմ անելու, մաքսիմում կարար ասել, լավ, բրոնեժիլետ ենք առնում, այդ օքեյ էր։ Չէ, բայց ֆինանսական շուկան չգիտեմ, ֆինանսական շուկայում ինքը ասում է ես պետական պարտատոմս եմ, պետությունը պարտ կա։ Հա, պետական պարտատոմս է, դու։ Պետական պարտատոմս Բայց ինքը ասում է ես էսի կոնկրետ մարդ սպանելու վրա եմ ծախսել։ Ինքը ասում է ես այդ փողը ինձ հիմա պետք է որ տանկ առնեմ։ Okay։ Հա, երկրի պաշտպանելու վրա։ Դե բարձա բյուջեա գնում այդ փողը, պետությունն է պարտք վերցնում, պետությունը գարանտիա, ասում է ես քեզ տոկոսով հետ կտամ։ Այս տեսանկյունից եթե մենք նայում ենք, ձեր ասած սփյուռքի էլեմենտը եւ սփյուռքի շատ ներդրողներ պատրաստ են նույնիսկ դրա անունը գիտեք ինչ այսպես կոչվում է շահութաբեր հայրենասիրություն։ Շահութաբեր հայրենասիրություն, այսինքն դու համ շահույթ ես ստանում, համ Հայաստանին օգնում ես, հայրենիքիդ օգնում ես։ Եվ տոկոսադրույքների տեսանկյունից շատ ճիշտ եք, անհամադրելի են տոկոսադրույքները, բայց դրա հետ մեկտեղ կա նաև Հայաստանի բնորոշ ռիսկ, ցանկացած բարձր եկամուտ իր հետ ենթադրում է նաև ռիսկ, որտեղ ցանկացած պահի կարող է այդ գումարը կորի կամ լինի ինֆլյացիա, օրինակ, եթե դու դրամով ես դրել 10%-ով Հայաստանում, ինֆլյացիա տեղի ունենա, որ հետո դու նույնքան դոլար չկարողանաս հետ առնել, քո արդեն 10%-ը գումարած, հարկ չվճարած բաներով, եկամուտներով։ Բայց քանի որ նաև մենք ինչ այս սփյուռքը շատ ճիշտ եք նշում, որ հնարավոր թիրախներից է, նաև մեր նպատակներից է սփյուռքին հենց առաջարկել նման հնարավորություն, որովհետև շատերը նստած ուզում են ինչ որ ձևի հայրենիքին օգնեն։ Ինչ որ ձև մենք էլ ասում ենք, դուք համ եկեք օգնեք, համ շահույթ ստացեք, համ էլ մեկը սփյուռքը կապված է Հայաստանի հետ։ Եթե Հայաստանում ինչ որ տենց ռիսկերը շատանան, իրենք կիմանան, իրենք կարող են դա վաճառել դուրս գալ։ Այսինքն այդ իրանց համար հասկանալի ռիսկ է, որ իրանք կարող են ընդունել։ Եվ մեր հավելվածում մենք հենց հիմա այդ բանի վրա ենք աշխատում, մենք մոտավորապես 1 ամսից արդեն ոչ ռեզիդենտներին առաջարկելու ենք այս պրոդուկտները։ Եվ նպատակը, այո, ինձ շատերը ասում են մի բառով ասա հավելվածի նպատակը ինչն է, ասում եմ Գլենդելի հային վաճառել հայկական պետական պարտատոմս։ Որը իդեպ ես ինչքան հիշում եմ, անգամ պատերազմի ժամանակ տենց ինչ որ չնգավ, շատ ստաբիլ գնում ա մեր պետական պարտատոմսերը։ Պետական պարտատոմսերը ասում են դեռ դիֆոլտ չի եղել, ասենք Ռուսաստանը դիֆոլտ ա եղել, չգիտեմ, Ճապոնիան դիֆոլտ ա եղել, բայց բանում չի եղել։ Դե իսկական է, որովհետև մանավանդ կրիզիսային ժամանակներում մտածում են ոնց օգուտ տանք, բայց վստահելի ձևով։ Իսկ պետական պարտատոմսերը այտենց գրանցված պաշտոնական հենց ձևն է։ ձևն է։ Պետականից էլ բաց իրենք կարող կորպորատիվում Հայաստանի ինչ որ մի ոլորտ են տեսնում, օրինակ մեկը ասում է, հեծը մի կողմ
էլի ասում է գան գինու արտադրություն, ասում են եկեք ես գինու արտադրություն կամ էս ինչի, չգիտեմ, ինչ որ մեկը ասում է ես բան եմ անում, Հայաստանում ստեղծում եմ entertainment-ի մեծ եսիմ ինչ կենտրոն։ Եկեք ասենք ես այդ բիզնեսին վստահում եմ, ես իրան փողը տալիս եմ։ Կամ հազար այս բաներ կան էլի, ուղղություններ կան, որ ընկերությունները կարող են հենց թիրախավորել սփյուռքը, բայց այդ ամեն ինչի համար բանա պետք էլի, այդ եւ ինֆրաստրուկտուրան է պետք զարգացնել եւ պետք է ամենակարևորը վստահության մթնոլորտը ստեղծել, որ մարդիկ վստահեն, որ իրանք չեն, այդ ձեր ասած բոլորիս մոտ այդ բան անելու, որ մի օր էս ամեն ինչը կփլվի, այդ վախը, որտեվ այդ մարդիկ տեսել են եւ դա պիտի սերունդ անցնի, որ դա կարողանա հաղթահարվի։ Բայց ամենայն դեպս այսօր հո մարդիկ ավանդ դնում են, կորցրել են ավանդները ժամանակին, բայց այսօր ավանդ դնում են։ Ու այդ դնում են, բանկերին վստահության տարիներ տևեց որպեսզի դա լինի եւ կապիտալի շուկան էլ դա դիֆոլտները չեն լինում, հա, ասենք մեծ դեպրեսիան Ամերիկայում եղել է եւ այն 2010-ականներին էլ էր, չէ, էլի մեծ խնդիր եղավ, դա խաղի կանոնների մի մասն է, որ դա կարա լինի։ Գիտեք, ես օրինակ բան ես վերջերս էլի գործընկեր իմ հատ տենց ինվեստիցիոն բանկերի հետ էի խոսում, ինքան հետարքիր բան ասեց, ասում է թրեյդերը այդ բանի զբաղվում, ինքը պիտի կորուստներից չվախենա։ Մենք ինքը ասում է, հա նորմալ է, որ դու կարող կորուստ ունես, բայց հետո կարող է նաև շատ շահես։ Բայց մենք իրականում մեզ այսպես դիրքավորում ենք ավելի ոնց որ ներդրողի տեսանկյունից։ Այո, մենք trade չենք անում։ Մենք ասում ենք, այո, մենք խաղ չենք անում։ Մենք ասում ենք, գիտեք ինչ, եկեք ձեր խնայողությունները մի քիչ ավելի այսպես եկամտաբեր ոլորտում դրեք։ Սա է շուկան իրականում փակ էր, ոչ թե փակ էր, այլ մարդիկ չգիտեին, գրագիտության պակասներ, չգիտեմ, բանի պակասներ, ասենք ինֆորմացված լինելու։ Կարող լավ է գրագետ ես, բայց չգիտես որ sense հնարավորություն կա, չէ՞։ Մենք այս ինֆորմացիան բացում ենք, ասում ենք, շուտ եկեք ներդրում արեք։ Հիմա մեր երկրորդ product-ը, որ էլի թողարկելու ենք ոչ ռեզիդենտների հետ միասին, դա բանն է, իրավաբանական անձնց ենք մենք հնարավորություն տալու ներդրում անելու։ Շատ հաճախ լինում է կազմակերպություն, որ ասենք մի 4 ամսով հաշվին կա մի 40 միլիոն, 10 միլիոն, 5 միլիոն դրամ, որը տենց պրոստը լրված է իր հաշվին, որը հետո տենց մատակարարին փոխանցելու է 3 ամսից, չէ՞։ Այդ 5 ամսում, գիտեք ինչ, ես անձամբ դա օրինակ ունեցել եմ այլ բիզնեսներում ներդրումներ, բաներ, այլ բիզնես ձեռնարկումներում, ասենք տնօրենին ասում ես գնա, այս փողը դիր բանկ։ Մի օր ուշացնում է, մի օր չի ստացվում, մի օր էս է լինում։ Բայց հիմա մենք մի հատ գործիք ենք տալու հաշվապահի կամ տնօրենին, որը ինքը ասենք sense տեղում տեսնի հաշվին կա լրացուցիչ 10 միլիոն։ 3 ամսով առնի պարտատոմս։ Թող բերի 10%, որ 3 ամսով ավանդ դրեց, իրան կտան 3% կամ 4%։ Իսկ ինքը կկարողանա այն իր ազատ միջոցները տեղաբաշխի պարտատոմսերի մեջ։ Մենք ուզում ենք այդ արագ հնարավոր իրան լիկվիդայնություն ապահովելով մարդկանց հնարավորություն տանք մեծ եկամուտներ աշխատելու։ Այդ երբ է նախատեսվում։ Դա էլի մի ամսից դրանք լինում են, այս պահին գրվում է, հիմա այս պահին տեստինգն է գնում, էլի, ով պատկերացնեք, եւ էդ էլ մենք բանը տալու ենք այդ հնարավորությունը, որ, չգիտեմ, դրս սեփականատեր էլ հաշվապահին է չվստահի։ Ինքը տեսնի իր հաշվին կա X գումար, միանգամից մի քլիկով առնում է պարտատոմս, հենց փողը պետք է կա հետա ծախում։ Լավ, հիմա այդ միջին վիճակագրական մարդը, որ հետաքրքրվեց, սուպերան քաշեց, ուսես նայում է, լիքը պարտատոմսեր կան, լիքը դրսի ինչ որ ակցիաներ կան, 3 տենց հիմնական չափանիշ, որով ինքը կողմնորոշվի, այս լավ միտք է թե չէ։ Ես ավելացնում եմ, որովհետև առաջին բնազդաբար մարդը նայելով որն ավելի շատ տոկոսային առումով եկամտաբերություն բերում ու տենց կկողմնորոշվի։ Այդ մի քիչ ինչ ճանաչում, հա, Apple, Nike, չգիտեմ, Coca-Cola ճանաչում ես, էլի։ Հարիկ ջան, մենք առաջարկում ենք հայկական շուկան միայն։ Global-ը մենք չենք առաջարկում։ Մենք global-ը թողել ենք առանձին շուկա։ Տեսեք, դա նաև դժվարություն է բերում, չէ՞, որովհետև մեր մոտ ընտրությունն էլ է շատ քիչ։ Բայց կողմնորոշվելու համար առաջինը նախ ում միջոցով ես դա առնում։ Էդ էլ է շատ կարևոր։ Այ որ ասում եք քաշեց սուպերան, այս սուպերան որ քաշեց, արդեն ինքը գիտի որ կենտրոնական բանկի կողմից վերահսկվող ընկերություն է ինքը։ Ընկերության հետ առաջում, այսինքն իրան տենց ինչ որ խաբեություն, բայց ոչ տնավարի ինչ որ մեկը չի իրան կանչում առանց լիցենզիա եւ այլն։ Այսինքն այստեղ դու արդեն մի հատ ռիսկ հաղթահարում ես, երբ որ դու արդեն պրոֆեսիոնալ լիցենզավորված ընկերության միջոցով ես անում։ Դա կարող է լինի նաեւ բանկ եւ այլն։ Դա առաջի կարևոր այսպես կետ։ Երկրորդը ինքը պետք է նայի մարման ժամկետը, որ ձեր ասած ցանկացած գների բան ինքը երբ է մարվելու։ Երրորդը պետք է նայի եկամտաբերությունը։
Չորրորդը երևի արդեն պետք է նա ինչ ընկերության հետ է ինքը իր բախտը կապում։ Արժեքները կիսում, հեծը ով է, չգիտեմ, բաներ կան։ օգտագործելու են թե չէ։ Այդ առումով Կար սքոց Եվրոթերմի, կար Սքո պարտատոմս։ ծառայություններ չէ, նախ դնելու է, միշտ երբեք այդ Ստացի գիտեք, կանգնելու։ էդ էլ այդքան վստահ մի ասեք։ Բանի ժամանակ, կոവിഡ്ի ժամանակ լաց էին լինում սքո ծառայություն ունեցող բիզնեսները։ Որտեվ չկար, չէ, ասենք օֆիցիալ թաղում հնարավոր չէր լինել, չէր կարելի։ Դա շատ անհավանական։ Գիտեք ինչ, ասենք այդ ձևի մենք խոսում ենք, ասում եմ դու պատկերացնում ես, ասում եմ սքո ծառայություն միշտ պիտի լինի, դա հացի բիզնես է, էլի, բայց էդ էլ էր տորմուզեղը։ Այդ ասեմ միշտ բան լինում է, էլի։ Դե ինչ, երևի արդեն տեսնում եք մեծ փոփոխությունները, որ տեղի ունեցել ոչ միայն մեր տաղավարում, այլ Spin Ideas Agency բոլոր հաղորդումների տաղավարներում։ Մենք արդեն տեխնիկապես վերազինված ենք եւ պատրաստ ենք ձեր բիզնեսը դարձնել շատ ավելի լավ բիզնես։ Ձեր ոդկասթի YouTube նախագծի համար ունենք տարբեր ստուդիաների լայն ընտրություն, պրոֆեսիոնալ թիմ, որը լավագույնն է տարածաշրջանում։ Ձեր հարցերի կրեատիվ լուծումները Spin Ideas Եկեք Agency։ մեզ մոտ եւ դարձեք YouTube-ի հաջորդ դեմքը։ Okay, մի հատ կրսական հարց։ Փաստորեն մտնում ենք, տեսնում ենք եկամտաբերություն, վստահելիություն, տես ժամկետներն ենք նայում, մեզ ինչքան է ձեր տալի 6 ամիս թե մի տարի, ըստ դրանով կողմնորոշում ենք ինչ լրացուցիչ արժեք եք ստեղծում, ընդ որ ասում ես մենք նաև խորհրդակցություն ենք անում մեր բանը ոչ ավանդական կլիենտների համար, էլ ինչ կարակ տենց ինչ որ ինսայդերսկի բաներ կան, որ ուղղակի համագործակցելով կարող եք խորհրդալ, չէ, այստեղ արժի դնել բան, թե в принципе ինչ որ կա, էդ է։ Ախր մենք հենց դրանից ենք փորձում, մենք դա փորձում ենք բան անել, թողնել հաճախորդին ինքը այդ որոշումը ընդունի։ Մենք գիտեք ինչ ենք արել, մենք այդ խորհրդատվությունը, եթե ինքը զանգեց, եթե ինքը եկավ, մենք դա միանշանակ տրամադրում ենք։ Մենք նաև առանձին պետք է ասենք վերլուծություններ ունենք, բայց մենք ինչ ենք անում, մենք ասում ենք դու որոշի։ Դու տես, ասենք շուկայում ինչ կա, ինչ հնարավորություններ կա, ստեղ է մի հատ հնարավորություն կա։ Ժորտ էս փակ էր քո համար։ Էս մի հատ կլուբ էր, որտեղ մենակ պիտի այդ կլուբի խաղացողները ովքեր գիտեին, մտնեին այդտեղ։ Մենք հիմա ասում ենք ժորտ, մտեք ստեղ է ներդրում արեք, ստեղ շատ եկամուտ կա։ Ես մի հատ գիտեք այդ նույն ձեր հարցը, մի հատ վրացի ավելի շուտ տղա բանում Գերմանիայում սովորելու ընթացքում բացել է մի հատ ընկերություն։ Մեր համար ինքը նաև այսպես մոդելային շատ այսպես հաջողված ինքը պրոյեկտ էր, raising capital անունը։ Ուրեմն ինչ արեց այս Գերմանիայում ստեղծել է մի հատ ընկերություն 10 հոգով Բեռլինում նստած, որոշել է վրացական, այս նույն բանը է, տոկոսադրույքների տարբերությունը, ասել է բանա, իր գերմանացի գործընկերին ասել եկեք Վրաստանում ներդրում արեք, այնտեղ տոկոսադրույքները բարձր է։ Սրանք ուզել են անեն, տեսել են, որ ոչ մի ձևի on-line դա անելու հնարավորություն չկա։ Ու այս մարդը ստեղծել է այդ համակարգը, որով կարող են Վրաստան։ Հետո Վրաստանը մոռացել են ընդհանրապես։ Էլ Վրաստանը ինձ հետաքրքիր չի, որտեղ ընտրությունը քիչ է։ Սկսել է Արևելյան Եվրոպայի պարտատոմսերը վաճառի Արևմտյան Եվրոպայի ներդրողներին։ 2 տարում 3 միլիարդ եվրոյի բաներ արել, իր այսպես ասած բաներով, խողովակներով անցել էին, 5 տարի հետո առավ Գերմանիայում բանկային լիցենզիա։ Հսկա։ Ես որ գնում եի ֆորումների, այդ տղան այսպես ակնոցավոր, խելոք, այսպես գիտնականի դեմքով կմկմալով պատմում էր, մոտեցա իրան, հարցրեցի, ասի, լավ, գովազդը ո՞նց եք անում։ Այ ինչ եք, այդ քո ասած, ինչ բենեֆիտ եք տալիս, որ մարդիկ գալիս են։ Ասում է բենեֆիտը գիտես որն է, գովազդը պետք չի։ Ասում է լավ տոկոս ենք տալիս։ Եկամուտը բարձր է, մարդիկ են գալիս քեզ գտնում։ Այսինքն բարձր եկամուտը իր հետևից բերում է այդ ներդրողին, որը պատրաստ է այդ ռիսկն է կրի եւ այլն։ Ինչ որ ձեով խփում եք իրանց գործին փաստորեն, այսինքն Գերմանիայից կկարողանան առնել այն ինչ որ մենք դա մեր նպատակների մեջ է։ Ի վերջո մենք նպատակ ունենք այսպես զարգացող երկրների համար ստեղծել մի պլատֆորմ, որով, ասենք, Robinhood-ով դու կարող ես առնել զարգացած երկրների պարտատոմսեր, բայց մեր այսպես ասած այն ճնշված փոքր շուկաներ ունեցող երկրների համար ամեն մեկը ինչ որ լոկալ լուծումներ ունի, բայց որ մի բան լինի պլատֆորմ, որը կմիավորի դրանք, դա արդեն հաստատ խաղի կանոնները կփոխի եւ ինչ որ առումով այո մենք այդ շուկան տեսնում ենք որպես նպատակ եւ այդ շուկան դա արդեն մեր այսպես ասած դիասպորան առաջի բանը թիրախը երկրորդը դա է լինելու որ եւ այս պահին էլ էլի բանակցում ենք մի քանի երկրներ որոնք հետաքրքրված են ունենալ մի պլատֆորմ
Օրինակ, նախկին ԽՍՀՄ երկրները։ Այսինքն մի պլատֆորմ, որ վաճառեց Ղազախստանի, Վրաստանի, հասը Մոլդովայի պարտատոմսեր։ Այսինքն մարդիկ կան, որոնք պատրաստ են իրենց պորտֆելը դիվերսիֆիկացնելու համար, տարբերակելու համար, որ հայտնի խոսք կա, չէ՞, ասում եմ, բոլոր ձվերը մի արկ բանում իդիր զամբյուղի մեջ։ Մի քիչ էլ այս բաներում, զարգացողներում դիր։ Եվ այդ դրա համար դուք ունենաս մի հատ պլատֆորմ, որ շատ հանգիստ կարողանան ստեղ դնել, իրանք պատրաստ են այդ ռիսկին գնալ, այս պորտֆելի ինչ որ X% կդնեն բարձր ռիսկային եւ բարձր եկամտաբեր ակտիվներում։ Նպատակները բազմաթիվ են եւ բայց մեր համար նաեւ այսպես որ հարցնեք թե ինչն է ամենամեծ խոչընդոտը, մեր շուկայում դա գրագիտությունն է։ Դեք մեզ մոտ ամենամեծ խնդիրը մարդկանց տեղեկացնել ինչի մասին ենք այսքան խոսում։ Գիտեք 30 տարվա մնացորդը պատնեշը Նարեջան այնքան ահար է որ ասենք պրեզենտացիաների ժամանակ մեկը ես զգում եմ ասես մեկը կապը կորավ արդեն որտեվ դու սկսում ես ինչ որ ընկնում ես մասնագիտական տերմինների մեջ մարդիկ սկսում են չհասկանալ մենք գիտեք հատուկ մարքեթինգ ընդունել ենք այնպիսի մարդու կամ այնպիսի մարդկանց են որոնք փորձ չունեն այ ասում եմ դուք երբ որ կհասկանաք ձեր մոտ ինչ հարցեր կառաջանա այդ հարցերը դուք դրա վրա դրեք շեշտը որ մենք բան չանենք որտեվ մեր համար ինչ որ բաներ տրիվիալ են հա մենք տեսել ենք դրա մեջ ենք ապրել դա ենք սովորել դրա մեջ ենք մեծացել շատ բաներ համար տրված են բայց ոլորտը ընդհանուր առմամբ զարգանում է որտեվ այս տարի-տարյոկեսվա ընթացքում տեսնում եք լիքը տենց նման առաջարկներ շուկայում գալիս են ու մարդիկ ավելի տեղեկացված են որտեվ այդ տարբեր տեղերից բոլորը ինչ որ չափով սկսում են այս պատմությունը պատմել ինչի դա արժի անել մեզ որ ասում են դուք այսինչ բանկն էլ արեց կամ այսինչ բանկում այդ հավելվածում այդ ծառայությունը սկսել են տալու են ես ուրախանում եմ ասում եմ ավելի լավ այդ միսիոների պես իրանք էլ այս մեր գաղափարները կտարածեն իրանք էլ այդ ինֆորմացիան կտարածեն ու դրա արդյունքում ասենք մեկը շուկան այնքան դեռ հագենալու տեղ ունի այնքան դրան ասում են non bank էլի այսինքն այնքան հələ աճելու տեղ ունի մենք բան ենք անելու ինչքան շատ լինեն խաղացողները այդքան ավելի լավ այդքան հնարավորությունը մանրածախ ներդրողի շարքային քաղաքացուն ավելի հնարավորություն կստեղծի ավելի եկամտաբեր ակտիվ առողջ մոտեցում է իրականում որովհետև դրան այլ ընտրանք էլ մեծաշով չկա մնացը մեզ են հեշտ մասն փողը ունենալ ավելորդ որ կարողանանք լավ չասենք ավելորդ այդքան գիտեք որ մեկը մի հատ նալա գտնում ասում մնաց թամբը սանձը ձին էլի մնացել է ձին է սրանց Հա ես կասեի նույնիսկ ոչ միայն դա մնաց այլ մեկը ով որ պետք է ավան դներ իմանա որ շատ ավելի լավ տարբերակ կա քան տենց շատ եմ էլի ճանաչում տենց բաներ որոնք всё մենակավանդ բան մնացածը չի աշխատի մնացածը խարդախություն է բանա բայց եթե sense արդեն դա գալիս է պաշտոնական լրիվ կենտրոնական բանկով վերիֆիկացված դաշտ դա էլ է հեշտ ոչ թե ավելի լավ այլ ընտրանքային այդ թվում նաև ստեղ էլ կա էս էլ փորձեք ինչի ավանդը ունի իր ներդրողի իր խնայողի նկարագիրը շատ հաճախ կա որ ասենք հա հենց պետքա ավանդը լինի բայց նաև այլ ընտրանքային տարբերակներ կան մարդ կա որ չի ուզում բան անի կրիպտոյում դնի բայց ավանդն է շատ իր համար կոնսերվատիվ է ժամանակ էլ չունի որ գնա ասենք բան անի այտենց սեփական բիզնեսը զարգացնի Ուսում են այնտեղ որ այդ մի քիչ որ ասենք շուկան փոխվեց ինքը կարողանա հետ վաճառի կարողանա ավելի բարձր տոկոս ստանա մենք այդ հնարավորությունը ասում ենք որ մտեք խաղացեք եւ ասում եմ այդ ունեք իրավաբանական անձանց համար կամպանիաների շատերի մոտ հաշիվների ինչ որ ինքս ժամանակում գումարներ է կուտակվում այդ ներդրեք շատ փող աշխատեք կազմակերպություններն է կարող ներդնել իհարկե դա էլ հեսա մենք առաջարկելու ենք փորձենք դա տենց ինչ որ գովազդային արշավով ավելի շատ տեղեկացնել մարդկանց որ մարդիկ հնարավորություն կա օգտագործեք ինչի չեք անում Okay well merci ես ասենք քաշել եմ սուպերան այնց որ հեսա փամել լեկցիա էր ինչ որ չափով որոշ չափով հուսանք չձանձրացնես կրթությունը մոդայիկ է ագին կրթվեցինք նաև շնորհակալություն ձեզ շնորհակալություն հրավերի համար բաժանորդագրվեք ալիքին շարունակեք հետևել լուրջքաստին մենք էլ կփորձենք էլի տարբեր կողմերից sense բազմակողմանի կրթվել եւ տեղեկանալ